Դե ձեզ այնքան մեղքերի մեջ են մեղադրել դավաճանություն, չեն կարա, գիտեք ովքեր են մեղադրում ինձ, ով որ ապուշ է։ Տեսնում եք ինչքան կոպիտ բառ եմ օգտագործում։ Քիրվայության համար էիք բանակցում Ադրբեջանի հետ, որ շուկա ստեղծեն եւ այլն եւ այլն։ Հիշում եք։ Ճիշտ է, եթե ես քիրվայության համար լինեմ բանակցելուց, ես ուրեմն իրանք լրիվ ճիշտ են, բայց երբ որ քո ժողովուրդը գիտես, որ սրի առաջ կանգնած է կոտորվելու եւ բռնի տեղահանվելու, դու պարտավոր ես որպես քաղաքական գործիչ վերցնես քո վրա քո փայ պատասխանատվությունը եւ վարես այն քաղաքականությունը, որը ես վարել եմ։ Երբ որ մենք այն վիճակը, որ տեսնում եք այսօր Ռուսաստան-Ադրբեջան, տեսնում եք, չէ՞։ Եթե դուք հլա պետքա մինչև նոյեմբեր դեղ լինեիք Ղարաբաղցիներ, կփոխվեր, չէ՞ իրավիճակը այդ բանակցության ընթացքում։ Կփոխվեր։ Չարեցիք, չգնացիք։ Ասիկ դա պլանավորված է։ Ասում եմ, եթե պլանավորված է եղել, ինչի ադրբեջանցին Շուշի շրջանցյալ ճանապարհ է կառուցում։ Միլիոններ է դնում կառուցի, եթե 2 տարում հետո քշելու է ժողովրդին բրց։ Այսինքն միշտ կարող է արդարանալ, իսկ նրանք ովքեր ինձ դավաճան եւ այլ քիրվայություն, նրանք գիտեք ապուշներ չեն, նրանց գիտես իրանց տրիներները ձեր ամբողջ քաղաքական դաշտում, այս լրատվական դաշտում ֆինանսավորողները պարզ են, մի խումբը իշխանական, հա, մյուս խումբը Սերժ Սարգսյանի, մյուս խումբը Ռոբերտ Քոչարյանի, հա, էսա։ Հիմի որ քաղաքական, որ լրատվական է խոսում դրա մասին, բարձա ով է հետևին կանգնած։